Պարոն Դավթյան, դատարանը 2 ամսով երկարաձգեց բարերար Սամվել Կարապետյանի կալանքը, ինչպես է գնահատում դատարանի այս որոշումը։ Խնդիրը ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում կայանում է նրանում, որ արդարադատությունը որպես յուրաքանչյուր քաղաքացու կարևոր պայման եւ դեմոկրատական արժեքների կայացման կարևոր պայման Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ոչ թե կտրուկ նվազել է, այլ ընդհանրապես գոյություն չունի։ Դատական համակարգը վերածվել է Նիկոլի իշխանության քաղաքական թելադրանքի մի կառույցի, որտեղ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, ինչա թե լինում են մարդիկ, հատկապես եթե խոսենք Սամվել Կարապետյանի մասով, ովքեր կարող են Հայաստանի Հանրապետության մեջ շատ լուրջ փոփոխություններ իրականացնել, թե տնտեսական, թե անվտանգային, թե համերաշխության մասով, որը մեր երկրում այս պահին բոլորովին գոյություն չունի։ Ասեմ, որ դատարանի որոշումը ինքնին մեզ համար որոշակի չափով անսպասելի էր, քանի որ կային հանգամանքներ փաստաբանական կողմի ներկայացված, ես որպես փաստաբան չներկայացնեմ, բայց ընդհանուր առմամբ կար պատկերացում, որ արդարադատությունը կարող է տեղի ունենալ, քանի որ այն մեղադրանքը, որը մեղադրում է պարոն Սամվել Կարապետյանը, բոլորովին կապ չունի իրավունքի հետ, այստեղ ավելի շատ քաղաքական դրդումներով եւ քաղաքական որոշակի վախերով պայմանավորված գործառույթ են։ Հետևաբար, ըստ երևույթին, ինչպես նշեցի, մեր երկրում դատական համակարգը արդեն քանի տարի է, հատկապես վերջին 1-2 տարում վերածվել է քաղաքական բռնաճնշումների եւ մարդու խղճի, կարծիքի կապանքների վայր։ Իշխանությունները գնացին հեցը խլելու ճանապարհով, կան խոսակցություններ, որ հայ գործարարից այն խլելով ցանկանում են այն կառավարման հանձնել թուրքական ընկերությունների։ Ձեր գնահատականը հեցի շուրջ կատարվողին ու շրջանառվող լուրերին։ Առհասարակ յուրաքանչյուր պետության կայացման հիմքերում կանգնած են մի շարք գործառույթներ, որոնցով պայմանավորված է այդ պետության զարգացման եւ մարտահրավերների հաղթահարման գրավականը։ Դրա հիմքում առաջերտին կանգնած է տնտեսությունը, որպես պետության զարգացման եւ ամրապնդման հիմք, երկրորդը անվտանգությունը, երրորդը առհասարակ համերաշխությունը հասարակության միջև եւ այստեղ հեցի շուրջ շրջանառվող process-ները ավելի շատ ես տեսնում եմ հետագայում խնդիրների Հայաստանի Հանրապետության համար լուրջ խնդիրներ եւ կախյալ պետություն ստեղծելու հանգամանք։ Մենք եթե այսպես ավելի փաստերով խոսենք, վերջին շրջանում տեսնում ենք նաեւ բանակում տեղի ունեցող փոփոխությունները, զինվորական պարտերի ծառայության կրճատումը, որ 1 տարի, Նիկոլը շատ հաճախ խոսում է բարեփոխումների մասին, այսինքն կազմակերպված եւ կազմավորված բանակը վերածելու պայմանագրային ծառայողների, այսինքն ըստ էության բանակի կազմակերպումը նաեւ շարունակություն է գտնում հեծի եւ էլեկտրաէներգիայի եւ էներգետիկ համակարգի կախյալ ստեղծելու process-ում իհարկե այստեղ վերջը չի սրանով չի սահմանափակվելու Նիկոլ Փաշինյանը, ինքը փորձելու է առհասարակ մեզ համար պետության գոյության հիմքում կանգնած յուրաքանչյուր ուղղությունը, հատկապես օրինակ կարող ենք բերել եկեղեցին, վերածել իրեն ենթարկվող եւ ինչու ոչ նաեւ ուրիշի շահերը սպասարկող մի կառույցի, հետեւաբար էլեկտրական համակարգի եւ էներգետիկ համակարգի այս process-ների խլումը կոնկրետ Սամվել Կարապետյանից իրենից ենթադրում է նաեւ այս խնդիրները, որոնց մասին բարձրաձայնեցի։ Վաղաշաբաթում տեղի ունեցան ընտրություններ եւ ընտրություններին մասնակցողների ընդամենը 48%-ը ստացած իշխանությունն ասում է, որ իրենք ունեն հանրության վստահությունը եւ որ մարդիկ իրենց տվել են եկեղեցու վրա հարձակվելու համաձայնությունը։ Ձեր կարծիքը։ Ես եղել եմ դիտորդ վաղաշաբաթ համայնքում, Գեղարոտում, հետեւաբար չեմ կարող քաղաքական գնահատական հնչեցնել, ցավոք սրտի առաջիկա մի քանի օրը, որտեղ օրենքով սահմանափակում ունեմ, բայց կարող եմ ընդհանուր մեկ օրինակ բերել, ինչ եմ տեսել ես այնտեղ, ուրեմն անգամ նկարել ունեմ, եթե պետք լինի կհրապարակեմ որպես փաստ, ուրեմն տեղամասի ընտրատեղամասից մոտ 70 մետր հեռավորության վրա առավոտ ժամը 8:57 կանգնած են եղել երկու կին նոթբուքով մեքենայի վրա դրված, այսինքն հեռահար վիճակով տեսնում եմ, որ միացված է ուրեմն նոթբուքի էկրանը, բայց ես փորձեցի մոտենալ, տեսա նկարահանել, իհարկե իրանք հեռացան այդտեղից, եղել են խախտումներ, որոնք ինքս կանխել եմ, 2 խախտում է եղել, նաև նկատել եմ ուղղորդում ոչ իմ սեփական աչքերով, բայց օրինակ բերեմ, գալիս էին 8-9 հոգի իրար հետ միանգամից, այնուհետև գալիս էր 1-2 հոգի, այսինքն հետագայում վերջնահաշվարկի ժամանակ ես համոզվեցի, որ օրինակ 7 համարի քվեարկությունը պայմանավորված էր այդ միանգամից 7 համարը կրկնվում էր 6-7-8 անգամ, որից հետո գալիս էր տարբեր թվերի կրկնությունը։ Ու կար
Այ հաշվելիս, որովհետև եթե չենք շուրջ չենք տալիս, այսինքն քվեատերթիկի մեջից հանվում է քվեարկած թերթիկը ըստ հերթականության եւ այդ պատկերը տեսնելով առավոտից մինչեւ երեկոյան 8-ը, ես համոզվեցի, որ եղել է ուղղորդում ոչ ուղակի ձևով, այսինքն ես եղել եմ ոչ թե մեր ձևովից ներկայացված դիտորդ, այլ եղել եմ ուրեմն պարլամենտարիզմի զարգացում միջազգային կազմակերպության ՀԿ-ից դիտորդ։ Ըստ երևույթին տեսել եմ շատ խախտումներ, որոնք ուղակի կամ անուղակի որոշակի դեպքերում նաև ուղակի կապված են եղել քաղաքացիական պայմանագրի մասով։ Երկու խախտումներ, որ ես արձանագրել եմ, եղել են պայմանավորված հենց 7 համարով։ Մարդիկ տարեցները հիմնականում, եթե ասեմ 45-ից ավելի մեծ տարիքով մարդիկ գալիս են, մատը դնում են 7 համարի վրա, այսինքն այդ աղջիկանը խնդրում են 7 համարը տար, բայց իհարկե այդտեղ պահպանվում էր կարգու կանոնը եւ ինձ մոտ վերջում ընտրությունների հաշվարկի ժամանակ ես հասկացա, որ եղել է վարչական ռեսուրսի ոչ թե շատ, այլ ահռելի շատ ուղղորդում, գործարկում եւ հետեւաբար տեսանք թե պատկին ինչպեսին եղավ։ Ցավոք սրտի այսօր կամ առաջիկա մի քանի օրում չեմ կարող քաղաքական գնահատական ներկայացնել։ Շատերը կարծում էին, որ ԿՊ-ն կարող է գնալ արտահերթ ընտրությունների, վաղաշաբաթի արդյունքներից հետո ինչպես է կարծում ավելի հավանական է որ կգնան, թե կսպասեն հերթական ընտրության։ Դժվար է ասել այս փուլում, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն ունի լուրջ ռեյտինգի խնդիր, ինքը ու տպավորությունը գիտեք որներ ոնց որ 2025 թվականի վաղաշաբաթի ընտրությունները 18 թվականի հեղափոխության այդպես մեծ շոկով էին նշում ուրախությամբ եւ հասկանալ էր որ անգամ իրենք չէին հավատում այդ իրենց հաղթանակին, բայց ես ասեմ որ դա այդքան էլ այդպես չէ հաղթանակ առումով, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք վաղաշաբաթ համայնքի բոլոր ընտրողների այսպես մասնակցությունն է եւ իրական մասնակցության թիվը, որը կեսն է, մոտավոր կեսն է անում վաղաշաբաթ համայնքի, կեսի կեսն է քվեարկել, այն էլ ոչ թե 50%-ով, այլ 48%-ով ստացվում է 25% ձայն ստացած ԿՊ-ն չի կարող խոսել հաղթանակի մասին, որովհետև ըստ երևույթին չի ներկայացնում ողջ վաղաշաբաթի մեր հայրենակիցների շահերը եւ ամենակարևորը, եթե ինքը օրինակ իր քարոզարշավի ժամանակ ներկայացնել Արգիշտի Մեխակյանը ներկայացնել, որ ինքը մանդատ է ստանալու եկեղեցու վրա հարձակման առումով, ես վստահ եմ, որ իրանք անգամ 10% չէին հավաքի, որովհետև մեր հայրենակիցները ունեն բարոյական արժեքներ, հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ են եւ շատ լավ թացը չորից տարանջատում են։ Պարզապես այստեղ գործարկվել է նյութապաշտական որոշակի մեթոդների կիրառում, որը միշտ եղել է ընտրությունների ժամանակ եւ մարդկանց շահագրգռելու նպատակով փորձել են մանիպուլացնել եւ այդ արդյունքը ստացվել է։ Իհարկե շատ աշխատանք կա տանելու, արձանագրենք, որ այնպես չի, որ ընդդիմության դաշտում էլ կան ճիշտ մարտահրավերներ, ճիշտ ուղղություններ մշակված, ես նկատել եմ նաև որոշակի թերություն ընտրությունների ժամանակ, որը չեմ հնչեցնի այսպես, համապատասխան օղովակներով տեղ ենք հասցրել։ Խնդիրը այստեղ ավելի շատ կապված է ընդդիմության կազմակերպվածության մեջ, այսինքն ինչպես են պատրաստվում առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ մեր հայրենակիցներին ներկայացնեն հայրենիքի համար կարևորագույն շահ ներկայացնող խնդիրների լուծումները, որից հետո շահեն այդ մարդկանց վստահությունը։ Ես այստեղ տեսնում եմ նաև այստեղ ամենամեծ խնդիրը դա է եւ առաջիկայում մինչեւ հունիսի 7-26 թվականի հուսով եմ, որ այդ հարցերը կլուծվեն։ Մենք տեսնում ենք, որ ընտրությունների նաև մասնակցում են որոշակի ուժեր, որոնք այնքան էլ շատ քվե չեն ստանում, փաստացի փոշիացում է տեղի ունենում քվեների, այդ խնդրի դեմ հնարավոր է պայքարել ու հնարավոր չի ինչ կարելի անել։ Դա ամեն դեպքում ընտրությունների ձայների փոշիացումը եւս մարտավարություն է իշխանության կողմից, տեսանք դա 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Չեմ կարող ասել, թե պայքար ինչ ուղղություններ կան, որովհետեւ այս պահին չեմ պատկերացնում, բայց գոնե պետք է մինչև 26 թվական հասկանալ ռեալ գետնի վրա քաղաքական ուժեր իրենց ներսում քննարկումների արդյունքում հասկանան, որ օրինակ իրենք չեն կարող ապահովել անցողիկ շեմը եւ հետեւաբար դաշինք կազմելով այդ ձայները չփոշիանան գոնե ընդդիմության դաշտում բնականաբար իշխանության կողմից լինելու են ձայների փոշիացման process-ներ դա անխոս ուղղակի պետք է այստեղ ընդդիմությունը կարողանա ճիշտ մարտավարություն ընտրի ճիշտ քաղաքականություն վարի մեր հայրենակիցների հետ որից կստանա որոշակի անցողիկ շեմ որը նաեւ չի փոշիանա